Բար բոլորին։ Այս տեսանյութում դուք կսովորեք, թե ինչպես որտեղ Արտուր անել կրիպտո ֆյուչերսներով սկսնակների համար, ինչպես ստանալ գրանցման բոնուս, ինչպես բացել ձեր առաջին ֆյուչերսային Արտուրը։ Ես կփորձեմ ամեն ինչ արագ պարզ բացատրել։ Սկսնակների համար Binance-ը լավագույն ընտրությունն է։ Այն առաջարկում է արտրային գործիքների ամենալայն ընտրանի։ Binance-ը հզոր հուսալի հարթակ է, որը սկսնակներին տրամադրում է ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է վստահ մեկնարկի համար, պարզություն, անվտանգություն, իրացվելիություն, աստիճանաբար անցնելու հնարավորություն պարզ կրիպտոարժույթային գնումներից դեպի ավելի բարդ ֆինանսական գործարքներ։ Ավելին, Binance-ը աշխարհում թիվ 1 կրիպտո բորսան է։ Ուշադրություն։ Բոնուսը ակտիվանում է, երբ դուք գրանցում եք նոր հաշիվ, ուստի խնդրում ենք հետել տեսանյութի հրահանգներին։ Եթե դուք արդեն ստեղծել եք հաշիվ, կարող եք ջնջել այն ստեղծել նորը, ինչպես ցույց է տրված այս տեսանյութում, որպեսզի համոզվեք, որ ձեր քեշբեք բոնուսը ակտիվ է։ Եթե դուք հաշիվ չունեք, ապա անցնենք գրանցմանը։ Եկեք անցնենք Binance բորսայի կայքէջ։ Եկեք անցնենք գրանցման ձին։ Մուտքագրեք ձեր հասցեն։ Հաջորդը, դուք պետք է հաստատեք, որ դուք մարդ եք։ Հաջորդը, դուք պետք է հաստատեք ձեր փոստը, օգտագործելով կոդը, որը կուղարկվի ձեր նշած փոստի հասցեին։ Հաջորդը, դուք պետք է գաղտնաբար մտածեք։ Այնուհետ, շատ կարևոր քայլ, այս էջում դուք պետք է մուտքագրեք բոնուսային կոդը, որը կլինի տեսանյութի տակ գտնվող նկարագրության մեջ։ Այս կոդը ձեզ կտա 20% քեշբեք բոնուս սփոթ Արտրի ժամանակ։ Դրանից հետո դուք պետք է հաստատեք ձեր հաշիվը։ Մի անհանգստացեք, դա արագ ինտուիտիվ գործընթաց է։ Հաստատվելուց հետո ձեր արտրային հաշիվը կակտիվանա, մնում է միայն լիցքավորել ձեր մնացորդը սկսել ֆյուչերսներով Արտուրը։ Ձեր մնացորդը լիցքավորելու համար Seg1 Deposit կոճակը ընտրեք ձեզ հարմար լիցքավորման եղանակը։ Լավագույնն է օգտագործել P2P-ն, այստեղ դուք պետք է նշեք գումարը դոլարով ընտրեք ձեզ համար հարմար վճարման եղանակ։ Ստոր թվարկված տարբերակներից հաշվի առեք ոչ միայն փոխարժեքը, այլ վարկանիշը։ Այնուհետ դուք պետք է ընտրեք ձեզ համար հարմար տարբերակը Seg1 Buy կոճակը։ Ըստ-ն կամ Tether-ը ամենամեծ կայուն մետաղադրամն է, որը կապված է ԱՄՆ դոլարի հետ 1:1 հարաբերակցությամբ ծառայում է որպես դրա թվային համարժե։ Մեզ անհրաժեշտ կլինի ըստ ֆյուչերսներ գնելու կամ վաճառելու համար, ինչպես ցույց է տրված տեսանյութում ավելի ուշ։ Buy կոճակը սեղմելուց հետո դուք պետք է կատարեք վճարումը, համաձայն ինտուիտիվ հրահանգների։ Ես դա հիմա չեմ անի, քանի որ իմ հաշվեկշռում արդեն ունեմ ըստ։ Վերջապես, մի մոռացեք սեղմել փոխանցված, տեղեկացնել վաճառողին։ Երբ վաճառողը հաստատի վճարման ստացումը, միջոցները կփոխանցվեն ձեր հաշվին։ Երբ ըստն հասնի ձեր funding հաշվին, դուք պետք է այն փոխանցեք ձեր ֆյուչերսային հաշվին։ Դա անելու համար անցեք ֆյուչերսային Արտրի բաժին։ Գտիր կոճակը Transfer։ Հաջորդը ընտրեք, թե որտեղից տեղափոխել։ Funding որտեղ։ Custom Futures։ Այսքանը ձեր միջոցներն այժմ ձեր ֆյուչերսային հաշվին են։ Հիմա դուք կարող եք կատարել ձեր առաջին գործարքը, եկեք գնենք Bitcoin ֆյուչերսներ։ Ես ձեզ կցույց տամ ամենապարզ օրինակը։ Նախ պետք է ընտրենք լծակը։ Մենք ընտրում ենք երկուց լծակը, քանի որ որքան ցածր է լծակը, այնքան ցածր է մեր ամբողջ գումարը կորցնելու հավանականությունը։ Հիմա մենք պետք է որոշենք, բացենք բարձր, թե ցածր դիրք։ Եկեք բացենք երկար դիրք, այսինքն ենթադրում ենք, որ Bitcoin-ը կբարձրանա, մենք կկարողանանք շահույթ ստանալ։ Հիմա մենք պետք է նշենք այն գինը, որով կգնենք։ Հարմարության համար Seg1 մատչելի գների վրա, ընտրեք 100% ծավալ, դիրքի լիարժեք լծակը օգտագործելու համար, Seg1 Buy Long։ Այսքանը, մեր գործարքը բաց է։ Որոշ ժամանակ անց մենք տեսնում ենք գնի աճ, հիմա մենք պետք է փակենք մեր դիրքը, ամրագրենք մեր շահույթը։ Դրա համար Seg1 Market կոճակը։ Շնորհավորում ենք, դուք ամրագրել եք ձեր շահույթը։
Այսքանը այս տեսանյութի համար, եթե հարցեր ունեք, խնդրում եմ թողեք մեկնաբանություն, ես կփորձեմ օգնել։ Հաջողություն բոլորին։